Բարի երեկո հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի ապրիլի 14-ն է։ Ուրեմն այս ուղիղ եթերի ժամանակ ես ցանկանում եմ խոսել իմ մասին եւ իմ հետագա պլանների մասին եւ ինչպես նաեւ այս ուղիղ եթերի ժամանակ ես ցանկանում եմ անդրադառնալ իմ հետևորդների կողմից նախկինում ինձ ուղղված հարցադրումներին, այդ հարցադրումների որոշ մասին ես նախկինում արդեն իսկ պատասխանել եմ, որոշ մասին էլ հիմա կպատասխանեմ, այն հարցերին, որոնց նախկինում արդեն իսկ պատասխանել եմ, այդ հարցերին կանդրադառնամ հպանցիկորեն, այնուամենայնիվ նպատակահարմար կգտնեմ այդ նույն հարցերին ևս մեկ անգամ անդրադառնալ, ուրեմն իմ հետևորդներից մեկը իմ տեսանյութերի կոմենտներում, այսինքն մեկնաբանություններում ինձ այսպիսի հարց է ուղղել, թե իմ եթերների ժամանակ ինչու է մշտապես իմ առջև գտնվում շախմատի խաղատախտակ։ Պատասխանելով այդ հարցին նախ նշեմ, որ շախմատը իմ տարերքն է, իմ նախասիրություններից մեկն է, եւ շախմատը կարելի է ասել իմ եթերների ժամանակ ոգեշնչում է ինձ, այդ իսկ պատճառով իմ եթերների ժամանակ մշտապես իմ առջև լինում է շախմատ։ Այդ հարցին ես այսպես կպատասխանեմ, նաև իմ հետևորդներից մեկը ինձ գրել էր, թե նախկինում ես ամուսնացած եղել եմ արդյոք թե ոչ եւ երեխաներ ունեմ արդյոք թե ոչ, նաև այդ հարցին ճիշտ է ես մեկ անգամ արդեն իսկ անդրադարձել եմ իմ եթերների ժամանակ, սակայն նպատակահարմար կգտնեմ եւս մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին, ուրեմն կարող եք դուք մուտք գործել իմ YouTube-յան ալիքի տրանսլացիի ուղիղ եթերների բաժինը, գտնել 2025 թվականի մարտի 22-ին իմ YouTube-յան ալիքում տեղադրված հետևյալ վերնագրով տեսանյութը։ Ես փնտրում եմ հոգատար նվիրված կին, ես կարդում եմ իմ կողմից գրված բուժքրոջ սիրո մասին ռոմանտիկ պատմվածք։ Այսինքն իմ այդ վերնագրով տեսանյութում ես հանգամանորեն անդրադարձել եմ արդեն իսկ հանգամանորեն անդրադարձել եմ իմ նախկին կանանց հետ ունեցած իմ փոխհարաբերություններին, այնուամենայնիվ կփորձեմ հակիրճ եւս մեկ անգամ անդրադառնալ այդ ամենին, ուրեմն ցանկանում եմ նշել, որ որոշ խորամանկ, շահամոլ եւ հաշվենկատ կանայք առաջնորդվում են միայն նյութապաշտությամբ եւ տղամարդուց ակնկալում են միայն նյութական բարեկեցություն։ Ասեմ, որ ես նախկինում ամուսնացած եմ եղել 3 անգամ, սակայն երեխաներ չեմ ունեցել։ Ասեմ, որ ես ինքս չեմ ցանկացել երեխաներ ունենալ, քանի որ միշտ մտավախություն եմ ունեցել, որ ամուսնալուծվելուց հետո հնարավոր է իմ նախկին կանայք ինձ դատի տան եւ ինձնից ալիմենտ պահանջեն։ Այդ իսկ պատճառով ես ինքս այնպես եմ արել, որպեսզի իմ նախկին կանանցից որևէ մեկը ինձնից չհղիանա, քանի որ ինչպես արդեն նշեցի, ես միշտ մտավախություն եմ ունեցել, որ եթե ես այդ կնոջից ամուսնալուծվեմ, ապա նա ինձ հետո դատի է տալու եւ ինձնից ալիմենտ է պահանջելու։ Բնականաբար, եթե լինի ինձ սիրող, ինձ նվիրված եւ ինձ հավատարիմ կին, բնականաբար ես կցանկանամ ինձ նվիրված եւ ինձ սիրող կնոջից երեխաներ ունենալ։ Այդ հարցին ես այսպես կպատասխանեմ։ Որից եմ կրկնում իմ նախկին կանանց հետ ունեցած իմ հարաբերություններին, իմ փոխհարաբերություններին ես էլ ավելի հանգամանորեն անդրադարձել եմ իմ YouTube-յան ալիքի տրանսլացիի ուղիղ եթերների բաժնում տեղադրված իմ տեսանյութում, կարող եք մուտք գործել իմ YouTube-յան ալիք, գտնել 2025 թվականի մարտի 22-ին տեղադրված իմ հետևյալ վերնագրով տեսանյութը։ Ես փնտրում եմ հոգատար նվիրված կին, ես կարդում եմ իմ կողմից գրված բուժքրոջ սիրո մասին ռոմանտիկ պատմվածք։ Այսինքն իմ այդ տեսանյութում արտացոլված են ձեր հարցադրումների պատասխանները։ Նաև հիմա կցանկանայի նաև մի հանգամանքի մասին նույնպես հիշատակել, ուրեմն դրա
մասին լրատվամիջոցները նույնպես բազմիցս անդրադառնում են, քանի որ ես ներկայումս ծավալում եմ հասարակական գործունեություն եւ հանրության շրջանում արդեն իսկ հանրային դեմք եմ, այսինքն ճանաչված անձնավորություն եմ, այդ իսկ պատճառով լրատվամիջոցները նույնպես արդեն սկսել են անդրադառնալ ինձ, իմ կյանքին, իմ գործունեությանը, մասնավորապես լրատվամիջոցներից մեկը որոշ ժամանակ առաջ իմ վերաբերյալ մտածածին եւ ճշմարտազուրկ տեղեկատվություններ հրապարակել այն մասին, որ ես իբր թե իմ նախկին կնոջս տունը խաբեությամբ վաճառել եմ, Աննա Սիրունյանի տունը խաբեությամբ վաճառել եմ, ասեմ, որ նման բան չկա։ Ես այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ, եւս մեկ անգամ փորձեմ հպանցիկորեն անդրադառնալ այդ հարցին, ուրեմն ես նախկինում համատեղ բնակվել եմ, փոխադարձ համաձայնությամբ համատեղ բնակվել եմ Աննա Սիրունյանի հետ, սակայն ԶԱԳՍ-ով մեր հարաբերությունները օրինականացված չեն եղել, այսինքն կարելի ասել նա եղել է իմ ընկերուհին, ավելի շատ եղել է իմ ընկերուհին Աննա Սիրունյանը։ Փոխադարձ համաձայնությամբ մի տարուց ավել ժամանակով մենք համատեղ բնակվել ենք միասին, ուրեմն այդ Աննա Սիրունյանը մենք միասին գնացել ենք նոտարի մոտ, ես եւ այդ Աննա Սիրունյանը միասին գնացել ենք նոտարի մոտ եւ Աննա Սիրունյանը իր կամքով ինձ տվել է լիազորագիր, նոտարի կողմից վավերացված լիազորագիր, որով նա ինձ լիազորել է, որ ես վաճառեմ Աբովյան քաղաքում գտնված իր բնակարանը։ Ես Աննա Սիրունյանի կողմից ինձ տրված այդ լիազորագրի հիման վրա վաճառել եմ նրա բնակարանը, Աբովյան քաղաքում գտնված բնակարանը, այնուհետև այդ գումարներով ես Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում գնել եմ բնակարան, ես եւ Աննա Սիրունյանը մեկ տարի ժամանակով միասին բնակվել ենք այդ բնակարանում։ Դրանից հետո ես այդ բնակարանը Աննա Սիրունյանի համաձայնությամբ գնացել եմ իմ անվամբ, այսինքն Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում իմ կողմից գնված այդ բնակարանը գրանցել եմ Էրիկ Եղինյանիս անվամբ, այնուհետև այդ բնակարանը նույնպես Էրիկ Եղինյանս վաճառել եմ։ Այսինքն Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում գտնվող այդ բնակարանը նույնպես Էրիկ Եղինյանս վաճառել եմ։ Դրանից հետո Աննա Սիրունյանը իմ դեմ ոստիկանությունում ներկայացրեց մտածածին եւ խեղաթյուրված իրականությանը չհամապատասխանող դիմում բողոքներ այն մասին, որ Էրիկ Եղինյանս իբր թե խաբեությամբ վաճառել է իր բնակարանը, սակայն նման բան չկա, ոստիկանությունը քննության առավ Աննա Սիրունյանի դիմում բողոքները եւ որոշում կայացվեց Էրիկ Եղինյանից նկատմամբ քրեական գործառույթը մերժելու մասին խարդախության հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ դեպքի մասին այսքանը կասեմ, այդ դեպքի մանրամասներին նույնպես ես էլ ավելի հանգամանալից անդրադարձել եմ իմ YouTube-յան ալիքում տեղադրված իմ տեսանյութերում, այսինքն բոլոր ցանկացողները կարող են իմ YouTube-յան ալիքում գտնել եւ դիտել այդ տեսանյութերը, որովհետեւ ես հիմա հարկ չեմ համարում էլ ավելի մանրամասն անդրադառնալ այդ դեպքի հանգամանքներին։ Այսինքն այնպես է ստացվում, որ այդ Աննա Սիրունյանը հանուն սիրո իր բնակարանը նվիրել է ինձ, այդքանն եմ ուզում ասել։ Այսինքն այստեղից բխող բոլոր հետևությունները թողնում եմ ձեզ։ Մարդ իր կամքով գնացել է նոտարի մոտ լիազորագիր է տվել, որ ինքը ինձ լիազորում է, որ ես վաճառեմ իր բնակարանը եւ այդ բնակարանի վաճառքից ստացված գումարները տնօրինեմ ըստ իմ հայեցողության։ Եվ քանի որ մարդը սահմանադրության համաձայն իրավունք ունի ըստ իր հայեցողության տնօրինելու իր գույքը, եւ քանի որ ինչպես արդեն նշեցի, Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում իմ կողմից գնված այդ բնակարանը ես Աննա Սիրունյանի թույլտվությամբ գրանցել էի իմ անվամբ, այսինքն այդ բնակարանի սեփականատերը հանդիսացել եմ ես, հետեւապես ես առաջնորդվելով սահմանադրությամբ ըստ իմ հայեցողության տնօրինել եմ ինձ պատկանող գույքը եւ վաճառել եմ Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում գտնվող այդ բնակարանը նույնպես։ Դրա մասով նույնպես ոստիկանությունում քննություն է կատարվել եւ որոշում է կայացվել քրեական գործառույթը մերժելու մասին Էրիկ Եղինյանից արարքում խարդախության հանցակազմի բացակայության հիմքով։ Նաեւ կցանկանայի անդրադառնալ
լրատվամիջոցներում Էրիկ Եղինյանից վերաբերյալ հրապարակված մեկ այլ ճշմարտազուրկ նյութին, այսինքն ես այդ նյութը նկատել եմ վերջերս, որ լրատվամիջոցներից մեկը Էրիկ Եղինյանից նկատմամբ ճշմարտազուրկ հոդված է տպագրել, որտեղ նշել են, որ Էրիկ Եղինյանս իբր թե 18 տարեկան հասակում ապօրինի կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, ապօրինի եղանակով իբր թե խուսափել եմ զինվորական ծառայությունից, այսինքն բանակում չեմ ծառայել, իբր թե կեղծել եմ փաստաթղթեր եւ ըստ այդ հոդվածում արծարծվող տեղեկությունների, իբր թե Էրիկ Եղինյանս այդ ժամանակ որքան էլ զավեշտալի է, բայց նման բան է գրված հոդվածում, իբր թե Էրիկ Եղինյանս այդ ժամանակ հանդիսացել են Եհովայի վկա եւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ազատվել են բանակից։ Նախ հակադարձելով այդ մտածածին եւ ճշմարտազուրկ հանգամանքներին, ցանկանում եմ նշել, որ Էրիկ Եղինյանս ամենևին էլ փաստաթղթեր չեմ կեղծել եւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ամենևին էլ չեմ խուսափել զինծառայությունից, հիմա մանրամասնեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ուրեմն ես զորակոչվել եմ բանակ դեռևս 2004 թվականին, այսինքն ես ծնվել եմ 1986 թվականին եւ 18 տարեկան հասակում, այսինքն իմ զորակոչի տարիքի հասած լինելու ժամանակ եղել է 2004 թվականը։ 2004 թվականին ես զորակոչվել եմ Տավուշի մարզի զորամասերից մեկը պարտադիր զինծառայության, բնականաբար քանի որ դա համարվում է ռազմական գաղտնիք, այդ իսկ պատճառով ես հիմա չեմ հրապարակի իմ զորամասի թիվը, այսինքն չեմ հրապարակի այն զորամասի տվյալները, թե կոնկրետ որ զորամասում եմ Էրիկ Եղինյանս զորակոչվել բանակ, սակայն հավաստիացնում եմ, որ ես 2004 թվականին զորակոչվել եմ Տավուշի մարզի զորամասերից մեկը պարտադիր զինվորական ծառայության անցնելու նպատակով, եղել եմ գնդացրորդ, այսինքն պիլիմյոտչիկ, այսպես ասած, բնականաբար զինծառայության ընթացքում բազմիցս կրակել եմ զենքից, թե ինքնաձիգից, թե գնդացրից, ասեմ ավելին, զենքը ձեռքից, այսինքն ինքնաձիգը ձեռքից, տվել եմ զինվորական երթում, այս բոլորը փաստաթղթերով հիմնավորված են, այսինքն փաստարկված են, ես որևէ ապատեղեկատվություն չեմ տարածում եւ ամենևին էլ չեմ փորձում խեղաթյուրել իրականությանը եւ չեմ փորձում մանիպուլյացիա ենթարկել հասարակությանը, կրկնում եմ, զենքը ձեռքից, տվել եմ զինվորական երթում եւ այս ամենը փաստարկված են եւ փաստաթղթերով հիմնավորված են։ Եվ պատկան մարմինները կարող են անհրաժեշտության դեպքում կարող են ստուգել իմ կողմից հայտնած այս տեղեկությունների իսկությունը եւ հավաստիությունը, ճշմարտացիությունը։ Այսինքն, եթե ես հանդիսացած լինեի Եհովայի վկա, բնականաբար զենքը ձեռքից զինվորական երթում չէի տա, քանի որ Եհովայի վկաները զենք չեն վերցնում, ինչը բնականաբար ինձ համար անընդունելի է։ Ինչևիցե, ասեմ, որ ես այդ ժամանակ դեռևս պատանեկան տարիքից, նաև զինծառայության ընթացքում նույնպես ես մշտապես աչքի եմ ընկել իմ ըմբոստ բնավորությամբ, աչքի եմ ընկել անարդարության դեմ պայքար տանելու իմ մղումներով, այսինքն դեռևս 18 տարեկան հասակում ես չեմ հանդուրժել անարդարությունը, չեմ հանդուրժել ամենաթողությունը, ունեցել եմ ըմբոստ բնավորություն եւ չեմ հանդուրժել անօրինական երևույթները։ Մասնավորապես այդ ժամանակ, երբ որ ես զորակոչվել եմ Տավուշի մարզի զորամասերից մեկը, այդ ժամանակ ես նկատել եմ, որ զորամասում առկա են եղել արտոնյալ զինծառայողներ, այսինքն յախշիներ, այսպես ասած, այսինքն զորամասերում արտոնյալ կարգավիճակում գտնվող զինծառայողներին ընդունված է անվանել յախշիներ, այսինքն այդտեղ կային յախշիներ, ովքեր նեղացնում էին կամազուրկ եւ թույլ, այսինքն թուլական զինվորներին, նրանց հանդեպ գործադրում էին բռնություններ եւ անօրինական գումարներ էին պահանջում,
Նրանցից մեկի մականունն եմ հիշում, մականունն էր Իջո, այդ յախշիներից մեկի մականունն էր Իջո, մինչև հիմա հիշում եմ նրա մականունը, չգիտեմ ինչու իմ ուղեղում տպավորվել է այդ յախշի զինծառայողի մականունը, սակայն նրա անուն ազգանունը մոռացել եմ, չգիտեմ, միայն մականունն է տպավորվել իմ ուղեղի մեջ։ Ինչպես նաև կային այլ յախշիներ նույնպես, այլ արտոնյալ զինծառայողներ նույնպես, ովքեր որ նեղացնում էին իրենցից թույլերին և նրանցից գումարներ էին հավաքում։ Բնականաբար ես ունենալով ըմբոստ բնավորություն, չեմ ենթարկվել այդ յախշիներին և միշտ պաշտպանել եմ թույլերին, այսինքն այն զինծառայողներին եմ պաշտպանել, ովքեր որ տուժվում էին այդ յախշիների ձեռքին։ Եվ սկսեցի բողոքներ գրել պատկան մարմիններին այդ յախշիների և զորամասի հրամանատարության դեմ, և զորամասի հրամանատարությունն էլ տեսնելով, որ ես այսպես ասած իրենց գլխին չեպե եմ բերում, այսինքն խանգարում եմ իրենց, այսպես ասած, քանի որ ես անընդհատ բարձրաձայնում էի այդ զորամասում տիրող այդ ամենաթողության և բարդակ վիճակի մասին անընդհատ բարձրաձայնում էի, ելնելով իմ ըմբոստ բնավորությունից և անարդարության դեմ պայքարի իմ մղումներից ելնելով անընդհատ բարձրաձայնում էի այդ ամենի մասին, այդ ամենաթողության և անպատժելիության մասին և զորամասի հրամանատարությունը որոշելով ազատվել ինձնից, հենց իրենք իմ վերաբերյալ կազմեցին կեղծ փաստաթղթեր, որի հիման վրա ինձ վաղաժամկետ զորացրեցին բանակից։ Ասեմ, որ ես այդ ամենի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, որևէ, այսինքն կեղծ փաստաթուղթ կազմելու հետ անձամբ ես Էրիկ Եղինյանս որևէ առնչություն չեմ ունեցել և այդ ամենը կազմակերպվել է զորամասի հրամանատարության կողմից։ Եթե իրավապահ մարմինները կցանկանան քրեական գործ հարուցել իմ այս խոսքերի հետ կապված, ապա կարող են քրեական գործ հարուցել, ես որևէ մտավախություն չունեմ, ես ինքը զինծառայությունից չեմ խուսափել, պատրաստական եմ եղել ծառայել իմ հայրենիքին, քանի որ ես ինքս հայրենասեր անձնավորություն եմ և դեպքում եմ, որ հայրենիքը դա բարձրագույն արժեք է, այսինքն ուզում եմ ընդգծել իմ հայրենասեր լինելու հանգամանքը, քիչ հետո էլ ավելի կմանրանամ այդ ամենին, այսինքն էլ ավելի հանգամանորեն կմանրամասնեմ և դուք կհավաստիանաք, որ Էրիկ Եղինյանս իսկապես հայրենասեր անձնավորություն եմ և ամենևին էլ չեմ խուսափել զինծառայությունից, ի տարբերություն շատ ու շատ հարուստի երեխաների, ովքեր իրենց ծնողները գումարի դիմաց ազատում էին բանակից, ասեմ, որ ես երբեք հարուստ ծնողներ չեմ ունեցել, երբեք, այսինքն իմ ընտանիքը հարուստ չի եղել, բացառվում է այդ տարբերակը, որ ես ինչ-որ մի հատ զորամասի հրամանատարությանը գումար տայի և դրա հիման վրա ինձ ազատեին, դա բացառվում է, քանի որ նորից եմ կրկնում, իմ ընտանիքը երբեք հարուստ չի եղել, իմ ընտանիքում երբեք պաշտոնյաներ չեն եղել և մենք այդքան շատ գումար չենք էլ ունեցել, որ գումարով ես ազատվեի զինծառայությունից, դա բացառվում է, նորից եմ կրկնում, վերահաստատում, որ զորամասի հրամանատարությունը փորձելով ազատվել ինձնից, քանի որ ես իմ ըմբոստ բնավորությունից ելնելով բարձրաձայնում էի զորամասում այդ յախշիների կողմից կատարվող անօրինականությունների մասին և պարզապես զորամասի հրամանատարությունը ինձնից ազատվելու նկատառումներից ելնելով հենց իրենք են իմ վերաբերյալ կազմել ակնհայտ կեղծ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր, որի հիման վրա է Էրիկ Եղինյանս մի քանի ամիս ծառայելուց հետո վաղաժամկետ զորացրվել է։ Սա խնդրում եմ բոլոր պատկան մարմինները և բոլոր ինձ ճանաչողները խնդրում եմ ընդունեն որպես ի գիտություն, քանի որ ես նորից եմ կրկնում, ամենևին էլ չեմ խուսափել զինծառայությունից և պատրաստական եմ եղել ծառայել իմ հայրենիքին, ծառայել իմ պետությանը։ Ինչպես արդեն հիշում եք, ես քիչ առաջ խոսում էի հայրենասիրությունից, հիմա նաև մի հանգամանքի մասին նույնպես կցանկանայի հիշատակել, որի հիման վրա էլ ավելի է ընդգծվում Էրիկ Եղինյանից հայրենասեր լինելը, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկ Եղինյանս այդ ժամանակ բնակվելիս եմ եղել Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում, ինչպես արդեն նշեցի, նախքան այդ տունը վաճառելը ես մոտ 1 տարի ժամանակով Աննա Սիմոնյանի հետ միասին բնակվել եմ Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում և այդ ժամանակ Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասը
սպասարկվել է ոստիկանության բազումի բաժնի կողմից։ Այսինքն ուզում եմ ասել, որ Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասը գտնվել է Վանաձոր քաղաքի բազումի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում։ Այդ իսկ պատճառով, քանի որ ես 44-օրյա պատերազմի ժամանակ բնակվել եմ Վանաձոր քաղաքի դիմաց թաղամասում, այդ պատճառով ես գրավոր դիմում եմ հասցեագրել 44-օրյա պատերազմի ժամանակ ուշադրություն Էրիկ Եղինյանս գրավոր դիմում եմ հասցեագրել ոստիկանության բազումի բաժնի պետին, խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Էրիկ Եղինյանս նույնպես կամավոր մեկնեմ ռազմաճակատ եւ կատարեմ հայրենիքի հանդեպ իմ պարտքը։ Եվ դիմումում խնդրել եմ, որ հնարավորության դեպքում ինձ ընդգրկել ոստիկանության զորքերում, քանի որ ես ցանկություն եմ հայտնել հենց ոստիկանների հետ միասին մեկնել ռազմաճակատ, քանի որ ովքեր որ չգիտեն, տեղեկացնեմ, որ դժբախտաբար ոստիկանների մեջ նույնպես 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են զոհեր, նույն ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնից, նույն ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնից եղել են նաև ոստիկանության ծառայողներ, ովքեր հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու ժամանակ դժբախտաբար զոհվեցին։ Փառք ու պատիվ հանուն հայրենիքի զոհված բոլոր հայրենիքների, բոլոր քաջորդիների հիշատակին, այդ թվում նաև ոստիկանության ծառայողների հիշատակին, ասեմ, որ ոստիկանության բազումի բաժնի ծառայողներից, ով զոհվել է հանուն հայրենիքի, Նավասարդյանը եղել է իմ ավագ ընկերը, այո, բոլոր ոստիկանության ծառայողները դրա մասին կփաստեն, կվկայեն, որ հանուն հայրենիքի զոհված ոստիկանության բազումի բաժնի ծառայող հերթապահ մասի տեսուչ Նավասարդյանը եղել է իմ ավագ ընկերը, եւ նա նույնպես զոհվել է հանուն հայրենիքի, այսինքն ուզում եմ ասել, որ ես ինքս իմ գրավոր դիմումով, այսինքն ոստիկանության բազումի բաժնի պետին հասցեագրված իմ գրավոր դիմումով պատրաստակամություն եմ հայտնել 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել ռազմաճակատ եւ կատարել հայրենիքի հանդեպ իմ սուրբ պարտականությունը։ Մինչդեռ չգիտես ինչու, որքանով ինձ հայտնի է, կոնկրետ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ դատախազ, որևէ դատավոր կամավոր չի մեկնել ռազմաճակատ, հավանաբար վերջիներս իրենց կյանքը թանկ են գնահատել եւ չեն մեկնել ռազմաճակատ։ Համենայն դեպս ինձ նման տեղեկություններ հայտնի չեն, սակայն ասեմ, որ նորից եմ կրկնում, ոստիկանության ծառայողներից նաև եղել են քննիչներ, այո, պետք է փաստել, որ քննիչներից նույնպես մեկնել են ռազմաճակատ, սակայն դատավորների եւ դատախազների կողմից ռազմաճակատ մեկնելու եւ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու մասին ես որևէ տեղեկություններ չունեմ, չգիտեմ նման բան եղել է թե ոչ, կարծում եմ, որ չի եղել նման դեպք, որ որևէ դատախազ կամ որևէ դատավոր 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնի ռազմաճակատ։ Ինձ նման տեղեկություններ հայտնի չեն։ Ինչևիցե ոստիկանության բազումի բաժնի պետին հասցեագրված իմ հիշալ դիմումը վերահասցեագրվել էր Լոռու մարզի զինկոմիսարիատ եւ Լոռու մարզի զինկոմիսարիատի կողմից մերժվել է Էրիկ Եղինյանից կամավոր ռազմաճակատ տանելու իմ խնդրանքը այն հիմնավորմամբ, որ զորքերը համալրված են եւ անհրաժեշտություն չկա Էրիկ Եղինյանից ռազմաճակատ զորակոչելու։ Այսինքն ուզում եմ դա փաստարկված է, այս ամեն ինչը փաստերով հիմնավորված է, ես նորից եմ կրկնում, ապա տեղեկատվություն ամենևին էլ չեմ տարածում, չեմ փորձում մանիպուլյացիա ենթարկել հասարակությանը եւ պատկան մարմինները կարող են իրենց հարցմամբ հավաստիանալ իմ խոսքերի ճշմարտացիության մեջ։ Այսինքն սա ևս ընդգծում է Էրիկ Եղինյանից հայրենասեր լինելու փաստը եւ այս հանգամանքը նույնպես վկայում է այն մասին, որ Էրիկ Եղինյանս ամենևին էլ չեմ խուսափել հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարելուց։ Եվ հիմա ես քննարկում եմ տվյալ լրատվամիջոցին դատի տալու նպատակահարմարության հարցը, ով Էրիկ Եղինյանից վերաբերյալ հրապարակել է նման ճշմարտազուրկ, նման խեղաթյուրված տեղեկատվություն այն մասին, որ իբր թե Էրիկ Եղինյանս 18 տարեկան հասակում հանդիսանալով Եհովայի վկա, փաստաթղթեր եմ կեղծել եւ իբր թե կեղծ փաստաթղթերի հիման վրա ազատվել եմ զինծառայությունից։ Այսինքն իմ կողմից վկայակոչված այս
հակափաստարկներով ես ամբողջությամբ հերքեցի հիշար հոդվածում իմ վերաբերյալ տեղ գտած մտածածին և ճշմարտազուրկ տեղեկությունները։ Հիմա անդրադառնամ մյուս հանգամանքներին։ Ուրեմն Իհարկե այլ լեզուներով նույնպես հիմա կոմենտներն եմ կարդում, ֆրանսերեն լեզվով, ռուսերեն լեզվով գրվել են կոմենտներ, կխնդրեի ձեր մեկնաբանությունները գրել հայատար, հայերեն լեզվով և զերծ մնալ անպարկեշտ և վիրավորական հաղորդագրություններ գրելուց։ Ուրեմն Նաև կցանկանայի մի կարևոր հանգամանքի նույնպես անդրադառնալ։ Ուրեմն ես հիմա ունեմ որոշակի առողջական խնդիրներ և Երևան քաղաքում գտնվող բժշկական հաստատություններից մեկը կտրականապես հրաժարվել է ինձ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց և նաև իմ առողջական խնդիրներից ելնելով ես առաջիկայում մտադիր եմ մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնել Գերմանիա, այսինքն կոնկրետ երկու պատճառներից ելնելով եմ ես ցանկանում մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնել Գերմանիա։ Առաջինը իմ առողջական խնդիրներն են, քանի որ ինչպես արդեն նշեցի, Երևան քաղաքում գտնվող բժշկական հաստատություններից մեկը հրաժարվել է ինձ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց։ Սակայն ես գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը, այսինքն Գերմանիայի պետությունը, ինքը Գերմանիան համարվում է մարդասիրական պետություն և հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդկանց Գերմանիայի կառավարությունը ընդառաջում է և անվճար բուժում նաև վիրահատություններ են անում մարդկանց, նաև հայերից նույնպես կան բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ Հայաստանից նույնպես բազմաթիվ հայեր, ովքեր ունեցել են առողջական խնդիրներ, մեկնել են Գերմանիա և Գերմանիայի կառավարությունը անվճար բուժել և վիրահատել է այդ մարդկանց։ Նաև Գերմանիա, իմ կողմից Գերմանիա մեկնելու հաջորդ դրդապատճառը կայանում է հետևյալում, որ Հայաստանի Հանրապետությունում իմ կյանքին վտանգ է սպառնում, այսինքն իմ կյանքը վտանգված է, այսինքն ինձ համար անվտանգ չէ Հայաստանում գտնվելը, այդ մասին նույնպես ես բազմիցս բարձրաձայնել եմ իմ YouTube-յան ալիքում։ Նաև կցանկանայի հանրությանը տեղեկացնել, որ կոնկրետ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը և Լոռու մարզի դատախազությունը որևէ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում իմ անվտանգությունն ապահովելու և ինձ վտանգներից զերծ պահելու ուղղությամբ։ Սա նույնպես փաստարկված է, այսինքն ես այս ամենի վերաբերյալ նույնպես ունեմ հավաստի փաստեր, այսինքն այս առումով նույնպես ես ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում և ամենևին էլ չեմ փորձում մոլորեցնել կամ մանիպուլյացիա ենթարկել հանրությանը։ Սրանք հաստատված փաստեր են, անհերքելի փաստեր են, որ իսկապես Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը և Լոռու մարզի դատախազությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում Էրիկ Եղինյանից անվտանգությունն ապահովելու և Էրիկ Եղինյանից այդ վտանգներից զերծ պահելու ուղղությամբ։ Ուստի նաև իմ անվտանգությունից ելնելով եմ ես ցանկանում մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնել Գերմանիա, քանի որ նորից եմ կրկնում, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում իմ կյանքը վտանգված է, ես ինձ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված չեմ զգում, չնայած ես շատ զրկանքներ եմ կրել Հայաստանի Հանրապետությունում, շատ փորձություններ եմ հաղթահարել,
Եվ կարելի է ասել ես զրկանքներ կրելով վերաիմաստավորել եմ իմ կյանքը եւ դարձել եմ ել ավելի սթրեսակայուն, ովքեր որ չգիտեն սթրեսակայուն բառի բացատրությունը, կարող են սա հոգեբանական տերմին է, հիմա շատ չծավալվեմ, այսինքն փորձություններ հաղթահարելով, զրկանքներ կրելով, այդ ամենի արդյունքում ես դարձել եմ ել ավելի սթրեսակայուն եւ վերաիմաստավորել եմ իմ կյանքը, սակայն այնուամենայնիվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում վտանգված է իմ կյանքը, այսինքն ցանկացած պահի ինձ վտանգ է սպառնում, չեմ ուզում շատ փակագծերը բացեմ, բոլոր ինձ ճանաչողները եւ բոլոր իրավապահ մարմինները, պատկան մարմինները բնականաբար տեղյակ են, թե ես ինչ նկատի ունեմ եւ բնականաբար բոլոր իրավապահ մարմինների համար հասկանալի է, թե ես ինչ նկատի ունեմ, հիմա չեմ ուզում շատ փակագծերը բացել, այսինքն մի խոսքով ուզում եմ ասել, որ կոնկրետ Էրիկ Եղինյանից համար Հայաստանի Հանրապետությունը ամենևին էլ անվտանգ երկիր չէ, այսինքն վտանգված է իմ կյանքը Հայաստանի Հանրապետությունում եւ այդ ամենին իրենց անգործությամբ, իրենց ապօրինի գործողություններով նպաստել են նաեւ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Լոռու մարզի դատախազությունը։ Նորից եմ կրկնում, ես որևէ մեկին չեմ զրպարտում եւ հրապարակում եմ միայն փաստարկված եւ արժանահավատ տեղեկատվություն եւ ունեմ իմ այս խոսքերի հիմնավորող փաստական տվյալներ։ Այսինքն նաեւ իմ անվտանգությունից ելնելով, այսինքն երկու պատճառ ես ունեմ, երկու դրդապատճառ ունեմ Գերմանիա մեկնելու։ Առաջինը իմ առողջական խնդիրներն է, քանի որ ինչպես արդեն նշեցի, Երևան քաղաքի բուժ հաստատություններից մեկը, չեմ ուզում հիմա նշել կոնկրետ որ բուժ հաստատությունը, կտրականապես հրաժարվում է ինձ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, քանի որ ես չունեմ բավարար ֆինանսական միջոցներ այդ բուժօգնության համար վճարելու համար, այսինքն զուտ ֆինանսների բացակայության պատճառով է, որ այդ բժշկական հաստատությունը հրաժարվում է ինձ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, իսկ երկրորդ դրդապատճառը իմ կողմից Գերմանիա մեկնելու երկրորդ դրդապատճառը դա իմ անվտանգության հետ կապված խնդիրներ են, որոնք նույնպես փաստարկված են եւ այս ամենի վերաբերյալ ես ունեմ հավաստի եւ արժանահավատ ապացույցներ, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունում իմ կյանքը վտանգված է եւ իսկապես Լոռու մարզի դատախազությունը եւ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը իրենց անգործությամբ նպաստում են իմ այդ ինչպես միտքս ձևակերպեմ, որ ճիշտ լինի։ Նպաստում են, որ ես անընդհատ լինեմ ինչ-որ վտանգավոր իրավիճակների մեջ եւ մի խոսքով նպաստում են իմ անվտանգությունը չապահովելուն, այդպես ասեմ։ Այսինքն քննիչ Ֆիլիպ Նազարյանը, Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Լոռու մարզի դատախազությունը իրենց անգործությամբ նպաստում են իմ անվտանգությունը չապահովելուն եւ որևէ միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի ես զերծ մնամ այդ վտանգներից, որևէ միջոց չեն ձեռնարկում այդ կապակցությամբ, թե քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ թե Լոռու մարզի դատախազությունը։ Նաև կցանկանայի տեղեկացնել, որ ես եվրոպական պետություններում, այսինքն արտասահմանյան պետություններում նույնպես ունեմ հետևորդներ, իմ YouTube-յան ալիքը դիտում են թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում, թե Գերմանիայում եւ իմ հետևորդներից մի կին, ով բնակվում է Գերմանիայի Հանրապետությունում, պատրաստակամություն է հայտնել ինձ աջակցել, որպեսզի ես մշտական բնակություն հաստատեմ Գերմանիայում։ Այս պահին կան փաստաթղթերի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ իմ կողմից ներկայումս տարվում են աշխատանքներ այդ փաստաթղթերը կարգի բերելու հետ կապված եւ այդ փաստաթղթերը կարգի բերելուց հետո նաեւ կան որոշակի հանգամանքներ նույնպես կան, որոնք այս պահին խոչընդոտում են իմ Գերմանիա մեկնելուն, այսինքն այդ բոլոր խոչընդոտները վերանալուց հետո, փաստաթղթերը կարգի բերելուց հետո ես պատրաստվում եմ առաջիկայում մեկնել Գերմանիա, մշտական բնակություն հաստատելու նպատակով եւ արդեն իմ տեսանյութերը կնկարահանեմ Գերմանիայից, որոնք վստահ եմ, որ ել ավելի հետաքրքիր կլինեն իմ հետևորդների համար։ Այսինքն բնականաբար Գերմանիայում նկարահանված տեսանյութերը ել ավելի դիտարժան կլինեն, քան թե Հայաստանի Հանրապետությունում նկարահանված տեսանյութերը, որովհետեւ
որպես կանոն եվրոպական պետությունների կյանքը շատ ավելի հետաքրքիր է, շատ ավելի շքեղ է, շատ ավելի բովանդակալից է եւ վստահ եմ, որ այդ առումով եվրոպական պետություններում նկարահանված իմ տեսանյութերը շատ ավելի դիտարժան կլինեն։ Շատ ավելի դիտարժան կլինեն իմ հետևորդների եւ ինձ ճանաչողների համար։ Նաեւ կցանկանայի ամփոփելով իմ դիտարկումները, կցանկանայի վերջում նշել նաեւ, որ ես Եվրոդատարան, ես ինքս մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել եմ գանգատ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, չնայած սա այդպես է ձևակերպված իրավական առումով, բայց բնականաբար ես պետությանը դեմ չեմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ինչպես արդեն նշեցի, հայրենասեր քաղաքացի եմ, ի տարբերություն շատերի, պարզապես մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպես է իրավական առումով ձևակերպվում, եթե դու հայց ես այսինքն գանգատ ես ներկայացնում եվրոպական դատարան, դա ձևակերպվում է այսպես՝ Էրիկ Եղինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կամ գանգատաբեր, այսինքն ով որ գանգատը ներկայացնում է եվրոպական դատարան, դա ձևակերպ մարդու անուն ազգանունն է նշվում եւ տվյալ անձնավորությունն ընդդեմ տվյալ պետության, այդպես է իրավական առումով ձևակերպված։ Այսինքն որ այդ եվրոպական դատարանը գտնվում է, ովքեր որ չգիտեն, տեղեկացնեմ, որ գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Այդ գանգատը գրել եմ ես ինքս, Էրիկ Եղինյանս, քանի որ ուսումնասիրել եմ նաեւ միջազգային իրավունք, ուսումնասիրել եմ նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, ուսումնասիրել եմ նաեւ Ժնևյան կոնվենցիան, ինչպես նաեւ ուսումնասիրել եմ դրանից բխող դրա բաղկացուցիչ մաս կազմող միջազգային իրավունքի հետ կապված բազմաթիվ այլ փաստաթղթեր, ուսումնասիրել եմ միջազգային իրավունքը, մասնավորապես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը դա մարդու արդար դատաքննության իրավունքն է, կա նաեւ 3-րդ հոդվածը խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, այսինքն եթե քաղաքացու նկատմամբ պետության կողմից, այսինքն պետական իրավասու մարմինների կողմից, եթե խախտվում է եվրոպական կոնվենցիայով ամրագրված որևէ հոդված, ապա տվյալ անհատը իրավունք ունի հայց գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ես իմ կողմից եվրոպական դատարան ներկայացված իմ գանգատում հիմնական շեշտադրումը դրել եմ 2 հոդվածի խախտման վրա, այսինքն պետական իրավասու մարմինների կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ խախտվել է եվրոպական կոնվենցիայի միանգամից 2 հոդված, դա ինչպես արդեն նշեցի 3-րդ հոդվածն է, այսինքն խոշտանգումներից եւ դաժան անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իմ իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ դատական մարմինների կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ խախտվել է նաեւ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իմ իրավունքը, ասեմ որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն իսկ վարույթ է ընդունել Էրիկ Եղինյանից կողմից ներկայացված միեդ ներկայացված այդ գանգատը, այսինքն մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրճատ անվանումն է միեդ մեծակաղերով M-I-E-D, այդ իսկ պատճառով ես հիմա կրճատ անվանումը հիշատակեցի, այսինքն միեդը արդեն իսկ վարույթ է ընդունել Էրիկ Եղինյանից կողմից ներկայացված գանգատը եւ ակնկալում եմ, որ եվրոպական դատարանը հնարավորինս արագացված ընթացակարգով կքննի իմ գանգատը եւ վստահ եմ, որ անշուշտ բավարարվելու է իմ գանգատը, քանի որ ես իսկապես Հայաստանի Հանրապետության որոշ պետական մարմինների կողմից ենթարկվել եմ խտրական վերաբերմունքի, ենթարկվել եմ խոշտանգումների, ենթարկվել եմ վատ վերաբերմունքի, նաեւ դատական մարմինների կողմից Էրիկ Եղինյանից նկատմամբ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իմ իրավունքը, որը հանգեցրել է նաեւ դրանից բխող մի շարք այլ իրավունքների խախտման, այսինքն վստահ եմ, որ միանշանակ եվրոպական դատարանը բավարարելու է Էրիկ Եղինյանից գանգատը, հայցը, եւ ես իմ գանգատում, այսինքն մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված իմ գանգատում ես պահանջել եմ հօգուտ Էրիկ Եղինյանից, հօգուտ ինձ, այսինքն Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Էրիկ Եղինյանից բռնագանձել 60,000 եվրո։
Այսինքն, եթե մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց իմ հայցը, իմ գանգատը, եւ եթե եվրոպական դատարանը գտավ, որ Էրիկ Եղինյանից նկատմամբ Հայաստանի Հանրապետության որոշ պետական մարմինների, դատական մարմինների, քննիչների, դատախազների կողմից, եթե եվրոպական դատարանը գտավ, որ Էրիկ Եղինյանից նկատմամբ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով եւ 6-րդ հոդվածով ամրագրված իմ իրավունքները, մասնավորապես խոշտանգումների ձեռք մնալու իմ իրավունքը, արդար դատաքննության իմ իրավունքը, այսինքն եթե իրավունքի խախտման փաստը, եթե եվրոպական դատարանը արձանագրեց, ապա դա միանշանակ կվկայի այն մասին, որ եվրոպական դատարանը արդեն իսկ պետության առջև կդնի որոշակի պարտականություն Էրիկ Եղինյանից փոխհատուցել իմ կրած թե նյութական վնասները, թե բարոյական վնասները, քանի որ եվրոպական դատարանում գոյություն ունի նաև բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ նույնպես գոյություն ունի, այսինքն ես պահանջել եմ նաև ինձ պատճառված բարոյական վնասի փոխհատուցում նույնպես պահանջել եմ պետությունից, այսինքն եթե իմ հայցապահանջները, իմ գանգատը եթե բավարարվեց, վստահ եմ, որ եվրոպական դատարանի այդ որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետությունը Էրիկ Եղինյանից պատճառված այդ հոգեկան տառապանքների, հոգեկան զրկանքների, բարոյական վնասների եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման, բազմաթիվ այլ կոնվենցիոն այդ դրույթների խախտման պատճառով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Էրիկ Եղինյանից կտրամադրի եվրոպական դատարանի կողմից որոշված չափով համարժեք նյութական փոխհատուցում։ Ինչևից է սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, ասեմ, որ ես իմ իրավունքների պաշտպանության հարցում բավականին նախանձախնդիր եմ եւ բավականին հետեւողական եմ, այսինքն եթե ես մտա ինչ-որ մի իրավական պայքարի մեջ, եթե ես ներգրավվեցի ինչ-որ մի իրավական գործընթացում, ապա հավաստիացնում եմ, որ մինչև վերջ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը եւ մինչև վերջ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի արձանագրվի իմ իրավունքների խախտման փաստը։ Բնականաբար ես կցանկանայի Հայաստանի Հանրապետության դատական մարմինների կողմից արժանանայի այդ արդարացի վերաբերմունքին, սակայն քանի որ Հայաստանի Հանրապետության դատական մարմինների կողմից իմ անձի նկատմամբ չի ցուցաբերվել այդ արդարացի, այդ մարդկային վերաբերմունքը, այդ իսկ պատճառով ես ճարահատյալ իմ իրավունքների խախտումները վերացնելու նպատակով եւ արդարության հասնելու ակնկալիքով, ամենակարևորը արդարության հասնելու ակնկալիքով Էրիկ Եղինյանը, ինչպես արդեն նշեցի, գանգատ է ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իհարկե ես բավականին պերճախոս եմ եւ կարող եմ ինչ-որ մի թեմայի շուրջ բավականին երկար խոսել, քանի որ ես ինքս ուսումնասիրել եմ նաեւ ճարտասանություն, տիրապետում եմ խոսքի հմտություններին, այսինքն խոսքի հմտության մեջ վարպետացած եմ, այսպես ասած, քանի որ խորացված կերպով ուսումնասիրել եմ ճարտասանություն, այդ իսկ պատճառով տեսնեմ հիմա ավելացումներ ինչի հետ կապված անեմ ու երևի եզրափակեմ այս եթերը։ Նաև վերջում անպայման ձեզ կներկայացնեմ մի տեսանյութ, որտեղ ես հանգամանորեն պարզաբանում եմ, թե ինչպես կարելի է գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսինքն ովքեր որ չգիտեն, թե ինչպես կարելի է գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա նման մարդկանց համար բավականին ուսուցողական կլինի իմ այս եթերը։ Նախ տեղեկացնեմ, որ Էրիկ Եղինյանը փաստաբան չեմ հանդիսանում, իրավաբան չեմ հանդիսանում, պարզապես բավականին քաջատեղյակ եմ օրենսդրությունից, այսինքն ինքնակրթության շնորհիվ անընդհատ հմտացել եմ օրենսդրության մեջ, քանի որ անընդհատ ուսումնասիրում եմ օրենսդրությունը եւ ինքնակրթության շնորհիվ կատարելագործել եմ իմ իրավական գիտելիքները, սակայն ես փաստաբան չեմ հանդիսանում, իրավաբան չեմ հանդիսանում։ Նաև կցանկանայի հանրությանը տեղեկացնել, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ եվրոպական դատարան գանգատ ներկայացնի հենց փաստաբանը, եթե քաղաքացին ունի իրավական գիտելիքներ եւ եթե քաղաքացին տիրապետում է մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հմտություններին, ապա յուրաքանչյուր ոք կարող է հենց ինքը ինքնուրույն այդ գանգատը ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սակայն բնականաբար մեր քաղաքացիների իրավագիտակցությունը բավականին ցածր է, այսինքն այն քաղաքացիները, ովքեր որ
իրավաբան չեն հանդիսանում, փաստաբան չեն հանդիսանում, ի տարբերություն ինձ նման քաղաքացիների իրավագիտակցությունը բավականին ցածր է եւ բնականաբար այդ հանգամանքով պայմանավորված շատ ու շատ քաղաքացիներ դժբախտաբար չեն կարող ինքնուրույն գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ իսկ պատճառով շատ ու շատ քաղաքացիներ ստիպված վարձում են փաստաբաններ, այդ փաստաբաններին տալիս են աստղաբաշխական ահռելի մեծ գումարներ, որպեսզի փաստաբանը այդ գանգատը ներկայացնի եվրոպական դատարան, սակայն եթե նորից եմ կրկնում, եթե քաղաքացին իրավագիտակից է, իմ նման իրավագիտակից է եւ եթե քաղաքացին ունի բավարար չափով իրավական գիտելիքներ, ապա յուրաքանչյուր ոք առանց փաստաբանի օգնության կարող է ինքնուրույն գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդ որում գանգատը կարող է նաև եվրոպական դատարան ներկայացվել հայերեն լեզվով եւ ամենևին էլ պարտադիր չէ գանգատը թարգմանել ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով։ Այսինքն դուք կարող եք մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված ձեր գանգատը շարադրել հայերեն լեզվով եւ եվրոպական դատարանում կան թարգմանիչներ, ովքեր որ հայերեն լեզվով ձեր գանգատը կթարգմանեն ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով։ Ինչպես տեսավ ֆրանսիայից նույնպես իմ հետևորդներից մեկը ինձ ողջունել է ֆրանսերենով, Bonjour de la France, bonjour ենթադրում եմ նշանակում է բարև, ողջույն։ Ինչ-որ մեկը ռուսերենով գրել է «Ты депутат, красавчик», նկատի ունենալով ինձ, ոչ ես դեպուտատ չեմ։ Այժմ ինչպես արդեն խոստացել էի, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի տեսանյութ, այդ տեսանյութում ես եմ խոսում եւ բարձրաձայնում եմ, այսինքն բարձրաբանում եմ, թե ինչպես կարելի է գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ել ավելի հանգամանալից կերպով բացատրում եմ մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգի մասին։ Ովքեր բնականաբար սա նախատեսված չէ իրավաբանների համար, բոլոր իրավաբանները, այսինքն ողջամիտ իրավաբանները, ողջամիտ փաստաբանները բնականաբար չնայած կամ փաստաբաններ, ովքեր որ չգիտեն եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգի մասին, սակայն կամ փաստաբաններ Ներողություն եմ խնդրում կապի ընդհատման համար, այս պահին լույսեր անջատեցին, սակայն ինձ հաջողվեց վերագործարկել ուղիղ եթերը, հիմա միացնեմ նաև հեռուստացույցը։ Չգիտեմ, հավանաբար ենթադրում եմ, որ ուղիղ եթերը շարունակվում է ընդհատման պահից, կասնած այդպես լինի։
մի քիչ հետո ես ձեզ կցուցադրեմ մի տեսանյութ, որտեղ ես անդրադառնում եմ այն հանգամանորեն անդրադառնում եմ մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգին եւ այն քաղաքացիները, ովքեր որ իրավաբան չեն հանդիսանում եւ ունեն ցածր իրավագիտակցություն, այս իմ եթերը նախատեսված է հենց նման մարդկանց համար եւ սա կլինի նաեւ ձեզ համար ուսուցողական եւ դուք արդեն կիմանաք թե ինչպես պետք է, ինչպես կարելի է գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դրա համար նաեւ շեշտեմ, որ անհրաժեշտ նախապայման է, որ դուք պետք է սպառեք ներպետական բոլոր դատական ատյանները, այսինքն պետք է պարտադիր բողոքարկեք առաջին ատյանի դատարանի կողմից ձեր վերաբերյալ կայացված ոչ բարենպաստ դատական ակտը պետք է պարտադիր բողոքարկեք վերաքննիչ դատարան, այնուհետև վճռաբեկ դատարան, եւ եթե վճռաբեկ դատարանի կողմից արդարության չեք հասնում, դրանից հետո նոր արդեն իրավունք ունեք գանգատ ներկայացնել եվրոպական դատարան 3 ամսյա ժամկետում, այսինքն վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու պահից, կրկնում եմ, վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու պահից 3 ամսվա ընթացքում լավ հիշեք, դուք իրավունք ունեք գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նախկինում եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ժամկետը սահմանված է 6 ամիս, սակայն եվրոպական դատարանը իր կանոնակարգում փոփոխություններ կատարեց եւ այդ 6 ամսյա ժամկետը կրճատվել է 3 ամսով եւ եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ժամկետը սահմանվել է 3 ամիս վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո։ Իսկ վճռաբեկ դատարանի որոշման ստանալու փաստը կարող է հավաստվել ծրարի վրա առկա կնիքով, այսինքն վճռաբեկ դատարանը եթե ձեզ ուղարկում է որոշում ծրարով, փոստային առաքմամբ, այդ ծրարի վրա պարտադիր լինում է փոստային կնիքը եւ կնիքի վրա արդեն երևում է ամսաթիվը, որով հավաստվում է, թե դուք երբ եք ստացել վճռաբեկ դատարանի վիճարկվող որոշումը։ Եվ այդ ծրարի բնօրինակը դուք պարտադիր պետք է ներկայացնեք եվրոպական դատարան, քանի որ հենց այդ ծրարի վրա առկա կնիքով է հավաստվում, թե դուք կոնկրետ երբ եք ստացել վճռաբեկ դատարանի որոշումը։ Սա կարևոր նախապայման է, որը դուք պարտադիր պետք է պահպանեք։ Նաեւ գոյություն ունի եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ձևաթուղթ, այսինքն դուք այդ ձևաթուղթը նաեւ հայերեն տարբերակով եք այդ ձևաթուղթը դուք պետք է ներբեռնեք եվրոպական դատարանի ինտերնետային պաշտոնական կայք էջից, որը կրկին հիշեցնում եմ, որ հայերեն էլ, այսինքն հայատար նույնպես կա եվրոպական դատարանի կայք, երբ որ մտնում եք, այնտեղ արդեն ընտրում եք լեզուն, թե ինչ լեզվով եք ուզում, որ այդ կայքը դիտեք, կայքում առկա ինֆորմացիան ինչ լեզվով եք ուզում դիտեք, եւ ընտրում եք հայերենը, արդեն հայերեն լեզվով դուք ձեր համակարգչի կամ հեռախոսի էկրաններին երևում է եվրոպական դատարանի կայքը, եվրոպական դատարանի կայքից ներբեռնում եք կրկին այդ հայատար ձևաթուղթը, պարտադիր ձևաթուղթը դա, այդ ձևաթուղթը լրացնում եք եւ ձևաթղթում արդեն նշվում է, թե կոնկրետ ինչ տվյալներ է հարկավոր լրացնել ձևաթղթի մեջ։ Ձևաթուղթը լրացնելուց հետո արդեն դուք այդ ձևաթուղթը երբ որ ներբեռնում եք եվրոպական դատարանի կայքից, ձևաթուղթը լրացնում եք եւ ներկայացնում եք եվրոպական դատարան։ Այժմ արդեն ձեզ ցուցադրում եմ եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ իմ տեսանյութը, որը որ ձեզ համար, այսինքն այն մարդկանց համար, ովքեր որ ունեն ցածր իրավագիտակցություն, այդ մարդկանց համար բավականին ուսուցողական կլինի իմ այս տեսանյութը։ Իմ այս տեսանյութում արծարծվող իմ ողջամիտ իմ իրավական դիտարկումները։ Ուրեմն հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ իմ նույն այս տեսանյութը, նույն այս վերնագրով տեղադրված է իմ YouTube-յան ալիքի տրանսլացի ուղիղ եթերների բաժնում հետևյալ վերնագրով. Ես գանգատ եմ ներկայացրել մի եթ արդարության հասնելու ակնկալիքով։ Ես ապաստան եմ խնդրում Գերմանիայից։ Իմ այդ տեսանյութի վերնագիրը հետևյալն է, կարող եք մուտք գործել իմ YouTube-յան ալիքի տրանսլացի ուղիղ եթերների բաժինը եւ իմ YouTube-յան ալիքում կարող եք գտնել եւ դիտել իմ այդ տեսանյութը ամբողջությամբ եւ իմ այդ տեսանյութում ես
հանգամանորեն անդրադառնում եմ մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ընթացակարգին։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսակ, ես հանգամանորեն ձեզ պարզաբանեցի, թե ինչպես կարելի է գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսինքն ձեզ պարզաբանեցի մի հետ գանգատ ներկայացնելու ընթացակարգը։ Նորից եմ կրկնում, որ ես իրավաբան չեմ, ես փաստաբան չեմ հանդիսանում, այլ պարզապես ուսումնասիրելով օրենքները, ինքնակրթության շնորհիվ ամրապնդել եմ իմ իրավական գիտելիքները եւ քաջատեղյակ եմ օրենսդրությունից եւ պատրաստակամություն եմ հայտնում անշահախնդիր կերպով օգնության ձեռք մեկնել առանց որևէ նյութական ակնկալիքի օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ում իրավունքները որ խախտվել են կամ ովքեր որ հանիրավի հետապնդումների եւ հալածանքների են ենթարկվում։ Նորից եմ կրկնում, որ ես որևէ վճարովի ծառայություններ չեմ մատուցում, նաև կցանկանայի անդրադառնալ մի հանգամանքի նույնպես, որ ես հիմա նաև կցանկանայի նշել, որ հավանաբար կամ քննիչների կամ դատախազների կողմից ուղղորդված անընդհատ ես հեռախոսազանգեր եմ ստանում, նամակներ եմ ստանում, որ տարբեր մարդիկ ինձ առաջարկում են, որ ես, չգիտեմ, գումար են ինձ փորձում առաջարկել, որ ես իրենց իրավունքները պաշտպանեմ, բնականաբար ես շատ լավ հասկանում եմ, որ դրանք քննիչների եւ դատախազների ուղղորդմամբ այդ ամեն ինչը տեղի ունենում, որովհետեւ մտածում են, որ հավանաբար ես ինչ-որ գումարով իրավաբանական ծառայություններ եմ մատուցում եւ այդ ճանապարհով փորձում են ինձ ծուղակը գցել եւ ես շատ լավ իհարկե հասկանալով, որ դա ծուղակ է, չնայած ես նորից եմ կրկնում, ես գումարի դիմաց որևէ իրավաբանական ծառայություններ երբեք չեմ մատուցել եւ չեմ էլ մատուցում, այսինքն նման հարցերով ինձ մի դիմեք, նորից եմ կրկնում, եթե քրեական գործերով կխախտվեն ձեր իրավունքները, եթե քրեական գործերով դուք կենթարկվեք հանիրավի քրեական հետապնդումների, հանիրավի հալածանքների եւ այդ ժամանակ կունենաք աջակցության կարիք, ապա կարող եք դիմել ինձ եւ ես պատրաստակամություն եմ հայտնում անշահախնդիր կերպով ձեզ աջակցել իմ խորհուրդներով, թե դուք ինչպես կարող եք դուրս գալ այդ իրավիճակից։ Նաև կցանկանայի նշել, որ փաստաբանության մասին օրենքում վերջերս կառավարությունը ազգային ժողովը փոփոխություններ կատարեց, որ այսուհետև փաստաբաններին արգելված է անվճար հիմունքներով իրավաբանական խորհրդատվություն մատուցել։ Քանի որ ինչպես արդեն նշեցի, Էրի Գեղինյանս փաստաբան չեմ հանդիսանում, հետևաբար փաստաբանության մասին օրենքում կատարված այդ փոփոխությունները վերաբերելի չեն կարող լինել Էրի Գեղինյանից եւ չեն կարող կիրառելի լինել Էրի Գեղինյանից նկատմամբ, այլ այդ օրենքը տարածվում է բացառապես փաստաբանների վրա։ Այսինքն, եթե անձը հանդիսանում է փաստաբան, ունի փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր, իհարկե վճարովի հիմունքներով, ապա նման անձանց արգելվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցել։ Սակայն ինչպես արդեն նշեցի, քանի որ Էրի Գեղինյանս փաստաբան չեմ հանդիսանում, իրավաբան չեմ հանդիսանում եւ որևէ նյութական ակնկալիքներ չունեմ, այսինքն որևէ նյութական շահ չեմ հետապնդում եւ իմ գործունեությունը միտված է նրան, որ ես ովքեր որ անարդարության զոհ են, ես պատրաստակամություն եմ հայտնում անշահախնդիր կերպով պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ովքեր որ անարդարության զոհ են եւ հանիրավի ենթարկվում են քրեական հետապնդումների։ Այսինքն ես որևէ նյութական շահ չեմ հետապնդում, նյութական ակնկալիքներ չունեմ, եւ քանի որ ես ինքս էլ այսպես արդեն բազմիցս հիշատակեցի փաստաբան չեմ հանդիսանում, հետեւաբար փաստաբանության մասին օրենքում կատարված այդ փոփոխությունները Էրի Գեղինյանից նկատմամբ կիրառելի չեն եւ ես իրավունք ունեմ, օրենքով իրավունք ունեմ զբաղվելու ցանկացած գործունեությամբ, որ եթե դրա արդյունքում չեն խախտվում այլոց իրավունքներն ու ազատությունները, այսինքն անձը իրավունք ունի զբաղվելու օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ։
Հետևաբար դա ամրագրված է սահմանադրությամբ, որ անձը իրավունք ունի զբաղվելու օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ, եւ քանի որ իմ այս գործունեությունը որևէ շահույթ չի հետապնդում եւ որևէ նյութական ակնկալիքներ չունեմ եւ քանի որ ես միտված եմ անշահախնդիր կերպով պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ովքեր անարդարության զոհ են, հետեւաբար ես որևէ վատ բան չեմ անում, դեռ ավելին հանրօգուտ աշխատանք եմ կատարում, ելնելով մարդասիրական նկատառումներից։ Այնպես որ նորից եմ կրկնում, եթե կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր որ անարդարության զոհ են, կարող ենք էական գործերի հետ կապված դիմել ինձ, ես պատրաստականություն եմ հայտնում իմ խորհուրդներով ձեզ աջակցել, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ իրավիճակը, չնայած հավաստիացնում եմ, որ եթե դուք իրավական առումով ճիշտ լինեք, ապա եթե եղավ, չգիտեմ, վերևներից պատվեր եղավ, հրաման եղավ, ապա հաստատ օրենքը չի գործելու եւ որքան էլ դուք իրավացի լինեք, եթե եղավ վերևներից հրաման, վերևներից պատվեր եղավ, որքան էլ ուզում է արդարացի եւ անմեղ լինեք, ապա վերևների պատվերով հաստատ անմեղ մարդուն էլ կդատապարտեն։ Դա իմ կարծիքն է, որ չկա դատական համակարգում օրենք, արդարություն եւ արդարադատություն։ Այսինքն շատ քիչ դատավորներ են հիմա Հայաստանի Հանրապետությունում, ովքեր որ դատախազության կամակատար չեն եւ իսկապես առաջնորդվում են արդարությամբ եւ արդարադատությամբ։ Այսինքն շատ քիչ դատավորներ են, որ իսկապես իրականացնում են արդարադատություն։ Սա իմ կարծիքն է, քանի որ որպես քաղաքացի ես սահմանադրության կարծեմ 42 հոդվածի համաձայն իրավունք ունեմ կարծիք հայտնելու։ Ես ընդհանրապես հայտնեցի իմ կարծիքը, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը արդար չի աշխատում։ Եվ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև վստահ եմ, որ յուրաքանչյուր ողջամիտ անձնավորություն միանշանակ համամիտ կլինի ինձ հետ, որ իսկապես Հայաստանի Հանրապետության դատական համակարգում չկա արդարություն, չկա արդարադատություն, միայն հատուկենտ դատավորների կարելի է հաշվել, ովքեր որ իսկապես իրականացնում են արդարադատություն եւ առաջնորդվում են օրենքով, դժբախտաբար դա փաստ է, այսինքն ուզում եմ ասել, որ դատական համակարգը դեռևս Հայաստանի Հանրապետությունում անկախ չէ, եւ ես շատ կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը լիներ անկախ, զերծ մնար որևէ կաշկանդվածությունից եւ իրականացներ իսկապես արդարադատություն, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետության դատական համակարգը իսկապես արդար լիներ, ապա ընդդեմ Հայաստանի Հանրապետության Եվրոպական դատարանի կողմից այսքան վճիռներ չէին կայացվի Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն Եվրոպական դատարանը եթե պարբերաբար անընդհատ վճիռներ է կայացնում Հայաստանի Հանրապետության դեմ, դա հենց այդ հանգամանքը միանշանակ վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը անկախ չէ եւ շատ քիչ դեպքերում է, որ արդարադատություն է իրականացնում։ Ամենայն դեպս Երիկ Եղիմյանս բազմիցս բախվել եմ, անձամբ ես ինքս բախվել եմ Հայաստանի Հանրապետության այդ դատաիրավական համակարգի անարդարություններին եւ սեփական փորձից եմ այսպիսի գնահատականներ հնչեցնում։ Այսպես ասած տառապանքս փորձ ունի, ինչպես կասել մեծ դասականներից, մեծ դասականներից կարծեմ Ավետիք Իսահակյանի խոսքերն են սա, որքանով հիշում եմ։ Ամենայն դեպս Երիկ Եղիմյանից նկատմամբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից չի դրսևորվել այդ արդարացի վերաբերմունքը եւ ես ինքս ինչպես արդեն նշեցի, ճարահատյալ գանգատ եմ ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան արդարության հասնելու ակնկալիքով, որը ինչպես արդեն նշեցի, արդեն իսկ ընդունվել է վարույթ իմ գանգատը եւ ես պետությունից պահանջում եմ հոգուտ ինձ բռնագանձել 60,000 եվրոյի չափով գումար, որպես ինձ պատճառված բարոյական վնասի փոխհատուցում, նյութական վնասի փոխհատուցում, քանի որ ես կրել եմ տարիներ շարունակ կրել եմ հոգեկան զրկանքներ, հոգեկան տառապանքներ, եւ ես իմ կրած հոգեկան տառապանքները, հոգեկան զրկանքները, ինձ պատճառված բարոյական վնասի փոխհատուցումը գնահատում եմ 60,000 եվրոյի չափով։ Ինչևից է սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը եւ այս կապակցությամբ նոր տեղեկություններ ի հայտ գալուն պես ես այդ մասին նույնպես անմիջապես կտեղեկացնեմ իմ հետևորդներին։
Երևի թե այսքանը, սահմանափակվենք այսքանով, բարի գիշեր։